Ողջույն։ Եվրագագաթնաժողովը ավարտվեց, եվրահյուրերը գնացին, մնացինք մենք մեր խնդիրների հետ։ Այդ խնդիրներից առաջնայինը իհարկե անվտանգայինն է, որը այդ հավաքը ավելի խորացրեց, թեպետ հակառակի հույսն էին տվել ժողովրդին։ Մարտամեկը 3 շնորհավորում էր ժողովրդին Հայաստանի աշխարհագրական դիրքը իբր փոխելու համար։ Հայաստանը ոչ մի տեղ չի տեղափոխվել անշուշտ, նույն դիրքով մնացել է, բայց պատերազմին ավելի մոտ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին թեև ֆիզիկական ներկայություն չունեցավ Ադրբեջանի նախագահը, չնայած հրավերին, բայց տեսակապով կոշտ ելույթ ունեցավ կրկին ապացուցելով, որ Հայաստանը ապահովագրված չէ պատերազմից, որը խիստ հնարավոր է։ Դա խաղաղության գնացող երկրի ղեկավարի ելույթ չէր բոլորովին։ Ալիևը արցախցիներին անվանեց սեպարատիստներ, Արցախի ղեկավարությանը ռազմական հանցագործներ։ Փաշինյանի միակ քարոզչական թեզը խաղաղությունն է, թե բացի իրենից ով էլ ընտրվի պատերազմ կլինի։ Իհարկե սա ժողովրդին ուղղված շանտաժ է, բայց համարձակվենք հարցնել. իսկ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ընտրվի ինքը։ Երաշխավորված պատերազմներ ու երաշխավորված պարտություններ բերող Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը համ սպառնում է, համ փշիփշի անում։ Թույլ է տալիս իր տարածքով բենզին, պարարտանյութ, այլ բաներ բերեն, ոգևորում է, որ մի հրաշքով ընտրվի իրեն երաշխավորված հաղթանակ բերող Նիկոլը, որովհետև դրանից հետո նա ունենալու է 5 տարի հաղթանակ ու զիջումներ կորզելու համար։ Եթե ընտրվի Նիկոլը, ոստիկանությամբ, քննչականով, դատախազով, բանով, ամեն ինչով, ներառյալ եղունգներով ու ատամներով կփորձի պահել աթոռը, ու Ալիևը երբ ուզի կհարձակվի, ինչ ուզի կպոկի, բոլոր պահանջները կատարվելու են, կասկած չունենաք։ Ու հաջորդ պատերազմը չի բացառվում Երևանի ու Սևանի համար լինի։ Հազարամյա հայկական Արցախն էր ասում իմն է, ասում է ու զինվում։ Նիկոլի ընտրվելու դեպքում Ալիևը սկսելու է պատերազմ անվտանգային գործընկեր ու երաշխավոր կորցրած երկրի դեմ։ Ալիևի ելույթը այդ մասին էր։ Խաղաղության մասին մոռացեք։ Արտաքին հետախուզության ծառայություն կոչված մարմնի ղեկավար աշխատողը քաղաքական հայտարարություն է անում, թե Հայաստան դաշինքը եթե գա իշխանության եւ անի այնինչ խոստանում է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա։ Կզած խաղաղության թիմի ներկայացուցիչը սա ասում է առանց հիմնավորման անշուշտ։ Ի գիտություն տիկին Քրիստինեի, եթե Քոչարյանը գա իշխանության ու անի ինչ խոստանում է, մեր երկիրը կունենա երաշխիք երկարատև կայուն խաղաղության մի բան, որին ՔՊ-ն անընդունակ է։ Տիկնոջ հարցնենք, իսկ եթե հանկարծ մնա Նիկոլը, ինքն էլ մնա արտաքին հետախուզության ծառայության պետ։ Ու Նիկոլը ամեն ինչ զիջի, հասնի այն պահին, որ էլ զիջել անհնար է, օրինակ Երևանը, պատերազմի հավանականությունը կմեծանա, թե կփոքրանա։ Մի ԿՊԱ-ական ազգային ժողովի ամբիոնից իրեն ճղում էր, թե ուրիշների որդիների կյանքի գնով գնալու է Ղարաբաղը հետ բերելու։ ԿՊ-ն 2020 թվականից մինչև այսօր ում երեխեքի կյանքի գնով է հանձնել, կասեք։ ԿՊ-ի գլխից մաս չի պակասել, բայց քանի հազարին են եռաբլուր բերել, հանուն հանձնելու։ Հանձնելու մեջ ինչ կար, տալիս էիք, վերցնում էին, բայց դուք դա կազմակերպեցիք զոհերով։ Ուրիշների երեխաների կյանքի հաշվին կայացրել եք պատերազմի ու պարտվելու որոշում։ Ու հələ խոսում եք։ Լավ, որ Նիկոլի ընտրվելու պարագայում մեզ հերթական պատերազմներն են սպասում, անկասկած է, բայց դրանց պատրաստ ենք, ումից ինչ աջակցություն կարող ենք ակնկալել։ 2020 թվականին կար դաշնակից պետություն, որը մի քանի անգամ առաջարկել է կասեցնել պատերազմը, կանգնեցնել։ Հիմա կա այդ պետությունը մեր կողքին կամ մեկ այլ պետություն։ Հայաստանում կազմակերպված իմ գնահատականով սադրանքի Եվրամիության հավաքի արդյունքով ընդունվել է հռչակագիր 44 կետանոց։ Կարդում համոզում ես, որ մենք լրիվ միայնակ ենք։ Այդ կառույցը Մակրոնների հավաքածու է, որոնցից ամեն մեկը ունի գրեթե Մակրոնի չափ հեղինակություն իր երկրում, այսինքն գրեթե չունի։ Գիտի միայն գրկախառնվել, մեկ-մեկ էլ երգել։ Վատ չի երգում, բայց դե մենակ երգում է։ Ասենք սկսել է պատերազմ, ինչ ակնկալենք Եվրամիությունից, ինչ անվտանգային բարձիկ է տալիս։ Հայաստան Եվրամիություն փաստաթղթի 6-րդ կետում գրել են.
վերահաստատում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները։ Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է։ Եվրամիությունը անգամ դուրս գալու կոչ չի անում։ 7-րդ կետում խոսում են հարաբերությունների կարգավորումից, բայց բառ անգամ չկա օկուպացիայի, գերիների, Ադրբեջանի նախապայմանների, Արցախի էթնիկ զտման, Ադրբեջանի սպառնալիքների մասին, ոչ մի տող։ Եվրամիությունը պահպանում է կատարյալ դիվանագիտական չեզոքություն, ինչը նշանակում է ադրբեջանական օրակարգի լեգիտիմացում։ Մեզ համոզում են, թե Եվրոպան Հայաստանին կպաշտպանի։ Այդ պայմանագրում ընդամենը գրել են 30 միլիոն եվրոյի ոչ մահաբեր զենք ձեռք բերելու համար աջակցություն։ Մեր իշխանությունը Հայաստանին թշնամացնում է Ռուսաստանի հետ, մերկացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, ու Եվրոպան մեր անվտանգության համար տրամադրում է ընդամենը 30 միլիոն եվրոյի ոչ մահաբեր աջակցություն։ Այսինքն զրահաբաճկոն, հեռադիտակ, միգուցե նաև վրան ու դեղատուփ։ Ու սա այն դեպքում, երբ թշնամին միլիարդների հարձակողական զենք է գնում։ Ալիևը հարձակվելուց առաջ ուսումնասիրելու է բնականաբար ու հիմք է ընդունելու, որ Հայաստանը կրճատել է բանակի բյուջեն, որ երկրի ներսում սաղին իրար է խառնել, որ գլխավոր դաշնակիցը էլ հետը չէ։ Եվրամիությունը այո, կդատապարտի պատերազմը, կոչ կանի դադարեցնել, բայց այդքանը։ Ալիևը ինքը տեսակապով խիստ քննադատեց եվրոպական ինստիտուտներին, ցույց տվեց, որ անլուրջ է վերաբերում նրանց։ Նա էլ է հասկանում, որ Եվրոպան Հայաստանին աջակցող չէ։ Պրահայում էր Եվրամիությունը ու ինչ արեց։ Օգնեցին Նիկոլին հանձնել Արցախը։ Ու այս անվտանգային խարխուլ իրավիճակում անգամ Հայաստանի իշխանությունը գագաթնաժողովում փայլատակեց հակառուսականությամբ։ Հայաստան Եվրամիություն համատեղ հռչակագրի 35-րդ կետով Հայաստանը լիովին միանում է Ուկրաինայի հարցով Եվրամիության դիրքորոշմանը եւ հանձնառությունը վերցնում կանխել եւ խափանել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանցումը։ Սա ուղիղ հարված է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերություններին, որոնք Հայաստանի Հանրապետության տնտեսության իդեպ շարժիչ ուժն են։ Եթե Ռուսաստանը պատասխան քայլեր ձեռնարկի, մեր տնտեսությունը մեկ ամսից ավել չի դիմանալու, փլուզվելու է։ Եվրոպան Հայաստան եկել ոչ թե Հայաստանի սիրուց դրդված, այլ հակառուսական ելույթների քայլի ու որոշումների բագաժով։ Մեր իշխանությունն էլ նախընտրական PR-ի համար պետությունը դրեց հարվածի տակ։ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը ժողովուրդ ջան, պատերազմի ուղիղ ազդանշան է։ Նոր պատերազմը ավելի ծանր է լինելու, որովհետև կրկնում եմ, կանգնեցնողը չկա։ Մնալու է ճգնաժամի մեջ գտնվող Եվրամիությունը, որը ինքն իրեն անգամ չի կարող պաշտպանել, գրկելուց, ժպտալուց, երգելուց, կենացներից բացի այլ ընդունակություն չունի։ Մակրոնը ստացավ շքանշան ու գնաց իր ապահով մայրաքաղաքը։ Մյուսները հեռացան իրենց ապահով մայրաքաղաքները թեկուզ առանց մեդալի, իսկ մենք այստեղ ենք մնացել մեր անվտանգային խնդիրների, Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքի դեմ մենակ։ Թե բա Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ենք ստորագրել։ 1916 թվականին էլ Կիլիկիայի անվտանգության երաշխավորն էր Ֆրանսիան ու տեսակ ինչ ողբերգական ավարտ ունեցավ։ Կարճ ասած, արձանագրում ենք, որ այս թվարկածս ամեն ինչի համար Հայաստանի թշնամիները պետք է երախտապարտ լինեն Նիկոլ Փաշինյանին, նրա արձանը կանգնեցնեն Ադրբեջանում։ Այս իշխանությունը, բացի այն, որ բերել է պատերազմներ ու պարտվել է այդ պատերազմներում, Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական որբ։ Այն, ինչ ՔՊ-ն անվանում է խաղաղություն, իրականում նոր պատերազմի նախապատրաստական դադար է։ Ընտրել Նիկոլին նշանակում է ընտրել անխուսափելի, առանց դիմադրության եւ երաշխավորված պարտությամբ պատերազմ։ Մերժել Նիկոլին նշանակում է պետությունը փրկել պատերազմից։